Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նեանտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք Հայաստանի Ազատագրության համաշխարհային կազմակերպության համանախագահ պարոն Գագիկ Սարոխանյանի հետ։ Ողջույն պարոն Սարոխանյան, շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը։ Ես եմ շնորհակալ։ Պարոն Սարոխանյան, այսօր եւս մեկ իմ հյուրի առաջարկել եմ տալ ներկայիս նախընտրական գործընթացի քաղաքական գնահատականը, որովհետև շատ է խոսվում այն մասին, եւ գուցե դուք էլ համաձայնեք, որ այնինչ այսօր այս նախընտրական շրջանակներում կատարվում է եւ ինչ տեղի ունենալու բուն ընտրությունները 2026 թվականին, դրանից մեծապես կախված է լինելու Հայաստանի հետագա ճակատագիրը։ Եթե համաձայնեք այս թույթին եւ եթե համաձայն եք խոսել այս մասին, ապա հարցս հետեւյալն է. ներկայիս նախընտրական գործընթացի քաղաքական գնահատականը, որպեսզի հնարավորություն տանք վաղվա քաղաքական գործիչներին լսելով ձեր այսօրվա գնահատականը եւս ինչ որ հետեւություններ անել եւ հիմնվել դրա վրա։ Համեցեք։ Նախ շնորհակալություն հրավերի համար եւ բնական է, որ այսպես կոչված նախընտրական փուլում պետք է խոսենք այսպես կոչված ընտրություններից։ Ես կուզեմ մեր զրույցը սկսենք մի շատ ցավալի փաստից, որ այսպես կոչված ընտրությունները հայ ժողովուրդը արդեն պարտվել է։ Արդեն է պարտվել, որովհետև փաստացի չի գնում ընտրություն ռազմաքաղաքական ուղղությունների միջև, այլ փաստացի Հայաստանում այս գալիք ընտրությունները, այսպես ասած, կարելի է կոչել դա ռուսական գուբերնիայի գուբերնատորի ընտրություն։ Այո, կան ուժեր, ովքեր գովում են արևմտյան արժեքները, արժևորում են, որ այո Հայաստանը պետք է գնա այդ ուղղությամբ, բայց ցավոք սրտի նրանք չեն կազմում այն ռեալ էական ուժը, որը կարող է, ասենք, Հայաստանի զարգացումը թեքի դեպի իրենց կողմ չեն կազմում, եւ նման ուժերը ժամանակին կարող էին ստեղծել այդ իմ ասած այն ծանրակշիռ ուժը, բայց սակայն շատ пассив գտնվեցին։ Եթե հիշում եք, ես եթե ոչ 2 տարի, բայց գոնե 1 տարի առնվազն այս գալիք ընտրություններից առաջ ես միշտ ասում էի, որ պետք է համախմբվել, որ պետք է արևմտյան արժեքները կրող անձինք համախմբվեն, որ այդ դերը պետք է ստանձնի քիչ թե շատ արևմտյան արժեքներով առաջնորդվող առավելագույն ուժեղ կազմակերպություն ինքը պետք է համախմբի, ոչ թե ասենք օրվա մի օրը ուղղակի բոլոր արևմտամետ ուժերը անհատները զարթնեն ու մի օրում գան, այսինքն դա ով ասում է որ ես եմ փրկիչը, ինքն էլ պետք է կազմակերպել, բայց ոչ մեկ չէր կազմակերպում, որովհետև իրենք պրոդուկտ էին դեռ նախկին իշխանությունների, այսինքն հայկական այդ հոռացությունը մեջները նստած, իրանք նստած բաղկացած են այդ վազմել են այդ աթոռին եւ ասում են դե ես եմ որ կամ դե ցախ թող իրանք գան, չէ դե չի, ոչ մեկ չի գալու, դու եթե ստանձնել ես այդ դերը, ուրեմն դու ինքդ հատիկ պետք է հավաքես բոլորին, որովհետեւ այսօրվա քաղաքական գործիչները ավելի շատ գիտեք ինչով են զբաղված, այլ իրանց ելույթների նայելով թե քանի լայք են ստացել, քանի դիտում են ստացել եւ դրանով հպարտացած իրենք իրանց ման են գալի։ Այնինչ ինչ որ դու գիտես, դու քո մասին դու չպետք է արդեն նայես։ Դու պետք է նայես թե ով ինչ է խոսում եւ սելեկցիա կատարես։ Այսինքն այն մտքերը, որը կան, ասենք, դիմացինի մեջ, արժեքավոր անձնավորության մեջ դու սելեկցիա անես եւ հատիկ, եթե անգամ այդ մտքերը կրողը չի գիտակցում դրա արժևորությունը, դա սխնդրեց ու աղաչես որ գա։ Այսինքն դրա մեջ է փրկությունը։ Կարևմտամետ ուժերից խոսացողը, բայց առաջնորդվում է հին հոռացած բռնատիրական ռեժիմի մարդկանց բանով, հա, կեսվածքով չի կարելի։ Եթե ինչ-որ կոնկրետ օրինակ։ Կոնկրետ օրինակ բոլորը, անխտիր բոլորը։ Տեսեք, ես նորից կրկնում եմ բոլորը։
որ մի արևմտամետ ուժը այսօր ռեալ շանս ունի պայքարի մեջ մտնի կամ Սամվել Կարապետյանի կամ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ոչ մեկ, բոլորը կարծես թե մասնակցում են մասնակցելու համար։ Չկա մի տենց ուժ, որ ասեն, այս սա է երրորդ ուժը, այս սա է ռեալ անցնողը, այս սա է, եկեք օգնենք, որ առաջի տեղ բռնի։ Չկա այդ ուժը։ Ինչու՞։ Որովհետև չեն աշխատել։ Բայց հիմա ասած ինչ է, այդ եմ ասում, այո, չեն աշխատել։ Չեն գնացել այն ուղղությամբ, որ ստեղծեն այդ ուժը։ Չեն լսեն մարդկանց, ովքեր 35 տարուց ավել, 38 տարի գրեթե 1/3 տարից ավել քաղաքականության մեջ է եւ իմ դաժան, այսպես ասած, տարիների պարտությունների փորձը ձեռքումս ես օր ասում եմ 1 տարի առաջ, 2 տարի առաջ, 6 ամիս առաջ ընտրություններից, թե ինչա պետք անել։ Կարծես թե ոչ մեկի պետքը չի։ Չեն աշխատել ճիշտ։ Իրանք իրանց շրջանակը ստեղծել են, այն հին ձևերով, Պողոս դու քանի հոգի կբերես, Պետրոս դու քանի հոգի, ինչ շրջանակներ ունես, մի քիչ էլ լավ աշխատի, կարող է 50-ը դառնա 60, Այդ այն չէ, դու պիտի մասսաներին գրավես, մասսաներին, ուղեղները եւ հոգիները։ Շարունակում են աշխատել նույն ձևին։ Գիտեք ինչ կա, ռեալ նայում ես, ասենք, այս կամ են քաղաքական գործին, կարծես թե մի դրվագայ մի բան, ասենք, ասում է, ասենք, որ էս է պետք անել բան։ Բայց դա ստրատեգիկ առաջի դեմքի ելույթ չի։ Դա կոնկրետ այդ ոլորտին վերաբերվող առաջնորդի խոսույթ է, հա։ Հիմա չեմ ուզում մանրանալ, որ մանրանամ շատ։ Ես մի քանի քաղաքական գործ։ Ձեր գնահատականը տվեցիք, որ մենք արդեն պարտված ենք։ Չէ, երկու գնահատական այս պահին։ Առաջինը ասում եք ժողովուրդն է պարտվել։ Այո, ժողովուրդը պարտվել է։ Ժողովուրդը պարտվել է բոլոր նրանց այդ 19 քաղաքական ուժ է մասնակցում եւ այդ 19-ն էլ դուք կարծում եք ժողովրդի դեմ են, հակաժողովրդական են։ Լսեք ասեմ։ Ուրեմն այն ուժերը, ովքեր պրո-մոսկովյան են, պրո-կրեմլյան են, դա հակահայկական է։ Հակահայկական։ Դա հակահայկական է միանշանակ։ Իսկ մյուսները, որոնք հակահայկական չեն, մյուսները, որ պրո-մոսկովյան չեն, իրանք էլ թույլ են։ Ես կուզեի, որ ասեի, այս հերոսը օրինակ այնտեղ հիմա ինձանից էլի խնդրում եմ չնեղանաք, ես միշտ չի որ բոլորին կարողանում եմ հիշատակել, բայց մի քանիսի անվանումը կտամ ու կարևոր է դա, որ հիմա դա հնչի եւ ձեր տեսակետը ժողովրդական բևեռ, ազգային ժողովրդական բևեռի մասին կուզենամ ձեր կարծիքը, արդյոք ինքը շանսեր չունի ձեր կարծիքով եւ եւս հակաժողովրդական է թե ոչ, շնորհապետականի մասին են շատ խոսում մարդիկ, ես տեսնում եմ որ մարդիկ աջակցություն են հայտնում, ձեր կարծիքը նա էլ է հակաժողովրդական, նա էլ չի հաջողել, նրան էլ է քննադատում, դեռ այս երկուսը ասեք մինչեւ մյուսները, այդ մյուսներին էլ կանդրադառնանք։ Շնորհակալություն հարցի համար։ Խնդիրը նրանում է, որ այդ երկու ուժերն, որ հիշատակեցիք, բևեռը եւ շնորհապետականը։ Այսինքն ես չեմ կարող ասել, որ իրենց թեզերի մեջ հակաժողովրդական տարրեր են պարունակում, բայց իրենց կատարած քայլերի մեջ ես տեսնում եմ, որ շատ թույլ են։ Շատ թույլ։ Այսինքն ներողություն, եկեք որպեսի չմեղադրեն ոչինչ, ոչ ձեզ, թույլ լինելը Դուք ամենասկզբում ասեցիք հակաժողովրդական է, ժողովուրդը պարտվել է, հետո ստացվեց, որ չէ, ժողովուրդը պարտվել է, դուք ասում եք նրանք թույլ են, թույլությամբ են հակաժողովրդական։ Կներեք, ես երկու հանգամանք ասեցի, մեկը որ առաջադեմ ուժերը պրոկրեմլյան են, սկսած Նիկոլից։ Առաջադեմ, այո, այսօրվա ռեյտինգներով նայող, ասենք որտեղ են հավանական անցնողները։ Դրանք պրոկրեմլյան են Եվ երկրորդ հանգամանքը, որ ժողովուրդը էլի պարտվել է, որ իրենց դիրքավորող ժողովրդավար դաշտի մեջ թույլ են, գործողություններ չեն արել։ Դա էլի պարտություն է։ Հիմա տեսեք, այդ երկու ուժերի մասին։ Ես խոսեմ նախ ազգային ժողովրդավարական բևեռի։
Ուրեմն ես ինքս նախ ազգային ժողովրդավարական բևեռին աջակցողներից մեկն եմ եղել։ Մինչ այդ ազգային ժողովրդավարական բևեռը, որ կայացել այսօր որպես այդ անվանումով, դա ունեցել է նախապատմություն, նախախորհրդարան, հիմնադիր խորհրդարան եւ բոլոր этаպներում գրեթե ես կարող եմ ասել նաեւ հիմնադիրներից մեկն եմ, այսինքն ակունքներից այդ ամբողջ արժե համակարգը, որ ձևավորվել է եւ այսօր որպես ծրագիր ազգային ժողովրդավարական բևեռը հանդես է բերում դաշտ, դրա կազմողներից մեկը նաեւ ես եմ։ Հիմա ես չեմ կարող վստահել ազգային ժողովրդավարական բևեռին, որովհետև ես չեմ տեսնում ռեալ ճիշտ գնահատական իրենց կատարած քայլերի մեջ։ Իրանք կարող են սրբազան շարժմանը միանան, հետո գովաբանեն Սամվել Կարապետյանին, հետո նորից վերադառնան ազգային դաշտ, հետո նորից մեկ ասեն, որ Նիկոլ Փաշինյանը դա թուրքական գործակալ է, հետո նորից պատտվեն եւ ասեն, չէ, Նիկոլ Փաշինյանը ռուսական, այսինքն հստակ կողմնորոշում չկա, հստակ ճիշտ գիծ չկա, կարելի է գնահատել, որ գիտեք ինչ կա, հա, այդ պայն տենց են մտածել, տեսել են սխալվում են, հետ են գալի, բայց այնուամենայնիվ սխալները ցավոք շատ չեն, այսինքն ես տեսնում եմ, որ այդ առումով թույլ են, այդ առումով այսօր ես չեմ տեսնում, որ իրանք կարող են հավակնել հենց այն որ ասեն գիտեք ինչ կա հիմա տեսեք մարդկանց վերանը որ խոսում են ասում են կամ Սամվել Կարապետյանը կամ Նիկոլը չէ երկու հիմնական ուժերի մեջ է պայքարը գնում ես չեմ լսել ասեն վայ հետարքիր է մի քիչ էլ որ օգնենք արդյոք ԱԺԲ-ն կհաղթի այսինքն ես չեմ տեսնում այսինքն ուզում եք ասեք ԱԺԲ-ն հասկանալի չէ իրարամերժ կամ այո կազմակերպչական ոչ ճիշտ պահվածքի շնորհիվ Ես ձեզ ասեմ, մեր կազմակերպությունը բազմիցս հայտարարել է, որ մենք աջակցում ենք ազգային ժողովրդավարական բևեռին, որ մեզ համար եւս Վարուժան Ավետիսյանը հանդիսանում է վարչապետի թեկնածու մի քանի անգամ, բայց ոչ մի անգամ մենք չենք լսել պատասխան հայտարարություն նույն ազգային ժողովրդավարական բևեռի կողմից, երբ որ իրանք ասում են միացեք, համախմբվենք, որ ասեն գիտեք ինչ կա, մեր կոչերին արձագանքեց Հայաստանի Ազատագրության համաշխարհային կազմակերպությունը եւ միանում է մեզ։ Եվ աջակցում մենք անգամ այդ բանը չտեսանք։ Դա կարող են վերագրել, որ դուք անձնապես կներեք վիրավորված եք եւ հիմա դրանից դրդված եք ասելու։ Գուցե նրանք հարկ չեն համարել, որ ձեր կուսակցությունը այդքան շատ ճիշտ եք։ Հարկ չեն Բայց ես դա իմ կարծիքը չեմ տալիս, ես կարելի է, ասենք 2-3 մի քանի պատճառներ բերել, չէ՞։ Դուք ասում եք անձնական վիրավորված եք, ես ոչ մեկից չեմ վիրավորվում։ Բացարձակ վիրավորվում են թույլ մարդիկ, որ իրանք ցույց են տալի իրանք անձնական ամբիցիաները, անձնական վերաբերմունքը։ Դուք գործելավոճն եք մատնանշում ազգային ժողովրդական բևեռի, հա։ Անգամ որոշակի ինչ որ մեկն էլ անգամ անձամբ ինձ համար շատ զզվելի է, բայց հանուն գաղափարի եւ տեսնում եմ, որ այդ մարդը ասում է մեկիկ այն ինչ որ ես կհաղթարեմ իմ մեջ իմ անձնական, չէ, դա ասեմ որպես անձ Եվ կգնամ այդ մարդու հետ համագործակցել։ Լավ, թուլության մեջ եք մեղադրում, ոչ թե ինչ որ այլ բաների, ոչ կազմակերպչական, ոչ հասկանալի, ոչ հստակ իրենց քաղաքական գիծը հստակ չներկայացնելու։ Ինչ վերաբերում է շնորհապետականին։ Ես հանդիպում ունեցել եմ ոչ անձամբ այդ առաջի դեմքի, այլ իր ներկայացուցիչի զանգը հանդիպել եմ։ Եվ գիտեք ինչ կա, ինձ համար շատ զարմանալի էր, որ մի կազմակերպություն, որը նոր է ստեղծվել, ամիսներ առաջ, հենց նպատակը եղել է մասնակցել ընտրություններին, եւ գիտեք ինչ կա, նման կազմակերպությունը ինձ թվում է, ելի նույն խնդիրն է, տեսեք։ Նման կազմակերպությունը ինձ թվում է պետք է մաքսիմալ շահագրգռված լինի, առավել անհատներ, առավելագույն կազմակերպություններ միացնի իրար։ Որ ասենք ռեալ շանսեր ունենա։ Բայց ինձ համար զարմանալի էր, երբ որ ինձ ասեց, որ գիտեք ինչ կա, այդ կուսակցության ցուցակները արդեն փակ է, համագումարները բրծել են մի ընտրությունից 4 թե 5 ամիս առաջ։ Դա կարող է մի բան նշանակել, կամ շատ խակ են, կամ էլ ուղղակի, այսինքն այդ ցուցակները եւս ձևավորվում են ոչ թե ասենք համախոներ ման գալու եւ
զանգվածների մեջից մարդկանց ներգրավելու, այլ հստակ տրված է, ինչ տրված է այդ է։ Այսինքն ի՞նչ է նշանակում առաջի անգամ ընտրությանը մասնակցող եւ առաջի անգամ հավակնություն առաջարկող մարդը ինքը պետք է վերջի օրը փակեր իր համագումարը։ Դա էլի ձեր կարծիքն է, դա իրենց ռազմավարությունն է։ Տեսեք, ռազմավարություն, որը ազդել է ձեզ թույլ է։ Այդ ռազմավարությունը։ Բայց իհարկե ես ասում եմ, եթե մարդը գալիս է ասում է ես առաջի անգամ ուզում եմ մասնակցեմ, ու արդեն ասում է փակեր, կարակ իմ մոտ չգաք։ Կարակ իմ մոտ չգաք, ինչ է նշանակում ցուցակներ փակեն 5 ամիս առաջ համագումարն արել են։ Դրան ուրեմն նայեք, կարծես թե այս նրբություններ, մի փուճուրիկ նրբություն են, մի փուճուրիկ նրբություն են, բայց տարիներ անցած այդ նման փորձառու մարդիկ, եթե այդ թույլությունները թույլ են տալի, դա կարող է ասել, որ նման մարդկանց հետ գործ ունես եւ աստվածտա, որ նման չկողմնորոշված ու թույլ մարդիկ չհայտնվեն իշխանությունում, կամ էլ դիտավորել են անում։ Դիտավորել են անում իրանց դիրքավորելով ազատական ազգային դաշտի մեջ, բայց իրականում ռեալ համախմբում չապավելու։ Այսինքն դա լուրջ աշխատանք է եւ կարող է դա լինի նույն Կրեմլի թելադրանքով։ Կարող է լինի։ Տեսեք, նորից եմ ասում, ես որպես քաղաքացի իրավունք ունեմ մտածել, այս ցույլ են թե տենց են անում։ Հիմա երբ որ ազգը այս օրհասական պահի մեջ է, երբ որ խնդիրը գնում է ազգի լինել չլինելու մասին եւ այդ լինել չլինելը պետականության պետականության, այո, պետականությունը կորցնելուց հետո ազգը իմացի լուծարվելու է, արդեն է լուծարվում արժանամակարգները, մարդկանց ասենք մտածելակերպերը, արդեն հայից իրական հայ սկսել է չմնալ։ Եթե ավելի սուրճ ասենք շատ հորետեսեք շատ հիմա լսեք ես մի բան ռայլեք ներկայացնում իր այսինքն հայը պետքա ասած մակերեսորեն մտածող մարդ է լի ես գիտեմ հայ մարդը միշտ հանճարակ բաներ արել մոլորակի համար բայց ընտրություններին վերաբերվող մենակ ինքը իրան ա տենում այսինքն ինքը չի դնում իր անձը զոհաբերելով դնելով եւ համախմբելով հատիկ հավաքի եւ ստեղծի մի հատ բան լավ սենց մի հատ հարց Եկեք նայենք այդ երկու ուժերին, որից անունը դուք տվեցիք։ Ինչի չեն միացած գնում։ Ինչի չեն միանում։ Հələ եկեք նայենք իրանց ծրագրերը 90%-ով համընկնում է։ Անցել ենք մենք այս ճանապարհը, որովհետև կուսակցությունները մենակ կարող են հաղթահարել 4%, միասին։ Այսինքն իմ ասածն ինչ է։ Այսինքն նպատակը ընդամենը 4% հաղթահարելն է։ Ընտրական օրենսգիրքը տենց է պահանջում։ Իրանք ինչ են պահանջում։ Ուզում են մտնել ազգային ժողով այդ ուժերը։ Իրանք չի կարելի մեղադրել այդ։ Դուք մեղադրում եք, որ այդ Այո, ինքը պետք է մտածի հայությունը փրկելու մասին։ Միավորված դուք կարծում եք նրանք ավելի ուժեղ մտածեն 51%-ի մասին, ոչ թե 4%-ի մասին։ Իմ ասածն ինչ է։ Այսինքն իրանք այդ ուժը չեն, որ ես գնամ, իրանք 4%-ի համար ես հետամ իրանց համար ինչ կոմակալեմ։ Ես կոմակալեմ եմ մարդկանց, ով որ 51%-ի վրա է գնում։ Ու իրանք չեն աջակցել դրան, ոչ են մյուսը, ոչ են մյուս արևմտամետը չեն գնացել դրան, որ 51%-ի կռիվ տան։ Որ ես էլ գնամ ասեմ, գիտեք ինչ կա տղեկ հալալած ես, վաբշե ինձ կարակ ցուցակի մեջ չգրեք, վաբշե, ես գալիս եմ ձեզի աջակցելու։ Այս նրա մասին է խոսքը, ես փրկության մասին եմ խոսում, դուք խոսում եք նրա մասին, դե հա սովորական է, դե հիմա այդ մարդը 4%-ի մասին է մտածում, այդ մարդը մտածում է, ես եմ հա հանգիստ ստաբիլ Շվեյցարիայում ենք ապրում։ Օրինակ ունենք Հանրապետություն կուսակցություն Արամ Զավենի Սարգսյան։ Ինչ արենք, նույն սխալը, ես Արամ Զավենի Սարգսյանի հետ հանդիպել եմ, փողոցում պատական, այնիչ իր ներկայացուցիչների հետ նախապես ես հանդիպել էի, երբ որ ես առաջարկում էի եվրոպական պլատֆորմ ստեղծել Հայաստանում արևմտամետ ուժերի, եւ քիչ ժամանակ անց անգամ անվանումը չփոխելով իրանք սկսեցին ստորագրը հավաքելու, անգամ ինձ տեղյակ չփոխեցին։ Հետո տեսա այդ ստորագրը հավաքի ժամանակ փողոցում մոտեցանք խոսացինք, ասի, բայց ես դիմել էի, որ մի հատ հանդիպենք, մեզ կարևոր խոսակցություն ունենք։ Ասում է, հա, այդ հանդիպումների այդ վերաբերել, ասում է, այս մարդուն դիմեք։ Ղեկավարն ինքն է։ Այսինքն այդ մարդերը տենց էլ ոչ զանգեց, ոչ բան։ Այսինքն նորից եմ ասում, իրանց հետարքրում է իրանց անձնական բանը։ Կամ ունեն տերեր, այդ նույն Նիկոլ Փաշինյանը իրանց համար ինչ-որ մի հատ կվոտա է ստեղծել, ասել է էսա։
Խի չեն միանում։ Նայում եմ ԱԺԲ-ի, նայում եմ այդ շնորհապետականի, նայում եմ նույն Արամ Սարգսյանի։ Արա ծրագրերը սա նույնն է, սա ասում է Եվրոպայի թանկ։ Եվրոպայի թանկ, հա։ Բախի իրար հետ չեք արա։ Թող հեքիաթներ չպատմեն։ Կամ գործակալ են, կամ շատ թույլ են։ Կամ իրանց անձնական ամբիցիաները խփում անցնում է իրանց են գնում ու վերջ։ Ես խոսում եմ 51%-ի մասին, ես խոսում եմ ազգը փրկության մասին։ Ես մարդիկ խոսում են 4%-ի մասին։ Գնացեք դուք էլ ձեր 4%-ն էլ։ Այն ինչ որ վերաբերվում է ազգին փրկության համար մաքսիմալով մեր կազմակերպությունը անում է։ Ու ես մի բան ասեմ, անկախ նրանից, թե այս ընտրությունները ոնց կվերջանան։ Այս ընտրությունները վերջանալու են, ասենք ասենք արդեն են վերջացել, ըստ էության, ռուսամետ ուժերի հաղթանակով։ Լինի դա Սամվել Կարապետյանը, լինի դա Նիկոլը, լինի դա Ռոբը, լինի դա Ծառուկյանը, լինի դա մնացած ուրիշ ուժեր, որ արդեն ակնհայտ են ասում։ Թաթոյան ունենք։ Ակնհայտ ասում են, այո, Թաթոյան, Դոկը, մնացածը պարզ ասում են։ Առանց Ռուսաստանի մենք կյանք չունենք։ Դոկին ինչու հիշատակեցիք այսօր։ Որտեվ այս վերջերս ես լսեցի մի հատ հաղորդում, որ ասում է, նայեք ինչ ասում։ Ով որ Ռուսաստանին դեմ է, դա ազգի դավաճան է։ Պարզ իրա բերնի բառերը։ Գուցե այնտեղ ենթատեքստ կար, որ վտանգավոր է Ռուսաստանը, Ռուսաստանի հետ զգույշ է պետք լինել, ինչ եք այս ձևակերպումը միայն տալիս։ Գուցե ուրիշ գազը ռուսական, հոսանքը ռուսական, ամեն ինչը ռուսական, հացը ռուսական, այն ռուսական, այն ռուսական, այն ռուսական, այն ռուսական։ Ինչ եք ուզում, արա դուք քանի գլխան եք Ռուսաստանի դեմ եք եցում։ Всё, վերջացավ։ Այսինքն ինքը հիմնավորում է ինչ-որ ձև։ Բայց ուր էր, որ այդ գազը, հոսանքը, ճանապարհները, ամեն ինչը տալիս էին Ռուսաստանի ձեռը։ Բա դու ազգային մարդ էր, որ չէիր հելում, ասում արա խի կախվածություն ստեղծում մի պետությունից։ Կեսը նրանից վեգալ է, կեսը նրանից, մի մասն է նրանից, մի մաս։ Բա խի ձեն չէիր անում։ Այսինքն այն ժամանակ հրանք կար, որ ձեն չանել սա Ռուսաստանից կապվածություն առաջացնել, այսօր երբ որ իրականում կա այդ կապվածությունը, այսօր կարելի ասել հո հիմա չեք, որ արևմուտք եք եցում։ Ես միշտ օրինակը բերել եմ, մեր պետությունը, սենց ասենք, 50, 100 կամ 20 միլիոնանոց երկիր չի, որ շատ դժվար լինի, ասենք, դրա մատակարարումը։ Օրինակը բերել եմ, ժամանակին Ամերիկայի Միացյալ Նահանգները արևմտյան Բերլին քաղաքը, որը անկլավ էր եւ ոչ մի սահման չուներ եւ բոլոր կողմերից ցոց լագերով շրջապատված էր GDR պետությունով։ Ինքը միայն ինքնաթիռներով 2,5 միլիոն այդ անկլավ պետությունը արևմտյան Բերլինը պահել է։ Եվ հավատացեք, այսօր եւս Հայաստանին պահելու է Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Եթե չլինի Ամերիկայի Միացյալ Նահանգները կամ չլիներ, արդեն Հայաստանը չէր լինի։ Ոչ թե միայն Զանգեզուրի միջանցքը կլիներ, այլ Հայաստան չէր լինի։ Այսինքն այն հրահանգները, որ գալիս էին, ասում էին ջերմուկի վրա գնացեք Սյունիքը գրավեք, գնացեք այս արեք Մոսկվայից, ուղիղ Ադրբեջանին հրահանգավորված։ Ադրբեջանը մի քայլ անում կայնում էր։ Ինչի հաշվին, որտեղ ամերիկացիները ասում էին, արա, ականջներ կփոկենք։ Պատտվում էր տիրոջը Պուտինը, նույնիսկ որ Նիկոլի Տերը, մենակ Նիկոլի Տերին է Պուտինը, նաև Ալիևի, նաև այսօրվա Իվանաշվիլու, Կովկասը հələ որ ռուսական գոտու մեջ է։ Եվ ես խորհուրդ կտայի այդ կարկառուն, սենց ասենք, արտահայտություն անողները շատ զգուշավոր լինեն, որովհետև այսօր կա հələ Ռուսաստանը, վաղը երբ որ Ռուսաստանը չլինի, ինչ պատասխան եք տալու, երբ որ ասում եք, որ բոլոր նրանք, ովքեր Ռուսաստանին դեմ են, ազգի դավաճան են։ Իսկ ես կասեմ, բոլոր նրանք, որ Ամերիկայի հացը ուտում են, Ամերիկայում նստած, բայց Ռուսաստան են գովում, իրական դավաճանները դրանք են։ Իրական դավաճանները այս խեղճ ժողովրդին տվայտանքների մեջ գցողներն են, որ ռեալ չեն բացատրում, որ մեր այսօրվա ճակատագիրը կապված չէ միայն Նիկոլից կամ Սամվել Կարապետյանից։ Պարոն Սաղոյանյան, մայիսի 4-ին Երևանում տեղի ունենալու այդ եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, 50 բարձրաստիճան պատվիրակություններ են գալու Հայաստան։ Շատ լավ։ Շատ լավ են անել։ Ու ես ձեզ ասեմ, սա Հայաստանի նախաձեռնությունը չի։ Սա հենց արևմուտքի նախաձեռնությունն է,
որը Կրեմլին, Ստամբուլին եւ հիմնականում Պեկինին ասում են մենք Հայաստանը ձեզ չենք զիջելու սրա տակ կա հենց այդ մեսիջը դուք ոնց եք կարծում երբ որ Հայաստանի պրո-կրեմլյան իշխանությունը ասում է մեզի Ղարաբաղյան հարց արդեն գոյություն չունի դա պրո-կրեմլյան է հանկարծ չշփոթվեք ու թուրքամետ չանվանեք այդ մարդկանց ասենք ուղիղ հելան գնացին դառան թուրքական գործակալ ոչ Հայաստանի այսօրվա ամբողջ իշխանությունը պրո-կրեմլյան է եւ իրանք կատարում են հստակ Կրեմլի առաջադրանքը Կրեմլը առաջադրել է զադանիա տվել սենց ասենք ապեր մենք ձեզ վաճառել ենք արդեն թուրքերին ձեր հասարակությանը պատրաստեք թուրքամետ լինելուն այսինքն հրանքը էլի գալիս է իր առաջին տերերից всё վերջացավ չկա տես բան որ թուրքը ասել է հիմա նայեք իրանց ագիտացիան անելու համար իրանց ագիտացիա հիմա բոլորն են ասում չէ որ Նիկոլա այնուամենայնիվ ռուսական գործակալ է հիմա sense մի բան այսինքն եթե Սամվել Կարապետյանը ընտրվի արդեն Կրեմլի մտադրությունները Հայաստանի վերաբերյալ փոխվելու է ես ինչ հեքիաթներ եք պատմում որ մտադրությունները մտադրությունները Հայաստանը հանձնել թուրքական տիրապետության տակ այդ մտադրությունները ինքը արդեն է հանձնել ինքը արդեն է Արցախը հանձնել ինքը արդեն է այդ ստորագրված 911-ի տակ որ ստորագրեցին հենց Կրեմլի կողմից առաջադրվել 9-րդ կետը Զանգեզուրյան միջանցք հասկացողությունը որ այդ ուրախությունից արդեն Էրդողանն էլ ընդ գոռում գոչում էր ասում էր վայ էսա Թուրանի դարպասն է իրանք սկի չէին էլ այդ նվերը պատկերացնում դա Ռուսաստանին էր պետք Ռուսաստանն է առհասարակ Արցախը հանձնել Ադրբեջանին դեռ 100 տարի առաջ Ռուսաստանն է Նախիջևանը հանձնել Ադրբեջանին 100 տարի առաջ Ռուսաստանն է Ղարսը հանձնել թուրքերի հետգանքը ու այսօր ինքը փրկիչ է եվրոպական քաղաքական այդ համայնքի շատ ողջունում եմ ու ես ձեզ ասեմ այսօր ոչ Ադրբեջանը ոչ Հայաստանը ոչ Վրաստանը հարավային Կովկասի sense ասենք փոքր այդ պետությունները չունեն այդքան հանդգնություն որ արևմուտքի որևէ հրանք չկատարեն անկախ նրանից որ իրանք ռեալ կրեմլյան գործակալներ Թրամփի ուղին ձեզի շատ ներողություն ստացվում է կամ սրա հրահանգները պետք է կամ նրա այո դու եք այո չկա հələ չեն եկել կոնսենսուսի հələ չի աշխարհը արդեն եղած բալանսը որ կար մոլորակում որ ասենք երկրորդ համաշխարհային պատերազմից ինչ որ բաներ ստորագրված ասում են այս վիճակում դա արդեն խախտվել է դա արդեն եւ դրա խախտողը եղել է Ռուսաստանը երբ որ թակած ուներ ազգերի ինքնորոշման սկզբունքի վրա սենց էր ուզում ասում է Դոնբասը մերն է որովհետեւ ազգանդ է ռուսական եւ ինքը տենց է ինքնորոշում բայց Արցախում ազգ չի դա ես եմ սենց ուզում տալիս եմ Ադրբեջանին այսինքն ինքը արդեն խախտեց այդ սկզբունքը եւ հայերին 4-5 հազար տարվա արմատ ունեցող հայերին արմատից հանեց ասեց դե որ 120,000 են էլի հա ոչինչ գնացին բայց ինչ 120 շատ ավելի շատ ես կասեի 150-160 որովհետև ոչ միայն բուն Արցախի գյուղերում գրանցված եւ այնտեղից դուրս չեկած մարդկանց մասին է խոսքը այլ 30 տարուց ավել այդ շրջակայքում բնակություն հաստատած նաեւ այն հայերի քանակներ պետք է հաշվի առնել դրանք չգիտես ինչու ոչ մեկ հաշվի չի առնում Պարոն Շախայան, վերադառնանք այդ նախընտրական շրջանի, այս շրջանի ձեր գնահատականին։ Դուք ասեք այսպես կոչված ընտրություններ։ Այո։ Ինչու եք համարում, որ այսպես կոչված են այդ ընտրությունները։ Որտեղ ես բացատրեցի, որ չկա այլ ընտրություն։ Ասում եք գուբերնատորի ընտրություններ։ Այո, չկա ընտրություն աշխարհակաղակական։ Բայց գուբերնատորին արդյոք ընտրում են, թե գուբերնատորին արդյոք ընտրում են, թե նշանակում։ Դե հիմա արդեն այդ քանի որ կես աստիճան ներքին, ասենք, Ռուսաստանի գուբերնիաներից մի քիչ բարձր կարգավիճակ ունի, այնուամենայնիվ մակում գրանցված ուժ ենք, հա, ինչպես Բելարուսը, Հայաստանը, հա,
ասենք ինքը դա ընտրությունն է կոչում, ասում է դե լավ, իրար մեջ դուք որոշեք։ Հիմա եկեք, դուք ասում եք կոչում, բայց ժողովուրդը ժողովուրդը նաև արդեն որոշումը կա։ հասկանալի է, որոշումը կա, բայց ժողովուրդն է գնում, չէ՞, մարդը, ամեն մարդ, յուրաքանչյուր մարդ իր անձնագրով գնում է այդ օրը, մոտենում է քվեատ հա, այդ տուփը, հա, հենց տուփին էլ է մոտենում, վերջում։ Այսինքն այնուամենայնիվ քաղաքացու որոշումից ինչ որ բան կախված է, թե ոչ։ Կախված էր, բայց այդ կախվածությունը պետք է զարգացնել, պետք է քաղաքացու հետ աշխատել, պետք է քաղաքացուն կենտրոնացնել, հավատ ներշնչել, որ գիտեք ինչ կա, սա ռեալ հաղթող է։ Քաղաքացին չի ուզում պարտվի, քաղաքացին չի ուզում գնա ձայն տա եւ տեսնի իր տված ձայնը 1% հավաքել։ Հասկանում եք, ինքը արդեն սկսել է գոնե չարիքներից նվազագույնը եւ նորից բերել են նայ հոկեբանական սա պայքարը կռիվը բերը կայնացրել են թրիկի եւ աթարի միջեւ կամ թրիկը կամ աթարը հիմա գյուղատնտեսությունում աշխատող մարդը ասում է ավելի լավ է թրիկն ընտրեմ որովհետեւ դաշտս պարատանյութ կտամ Եմ եկնել ասում չի ավելի լավ աթար ընտրեմ որովհետեւ ձմեռը կարող է որպես վարելանյութ վառել այսինքն տեսեք մարդկանց գցել են այդ աստիճանի մեջ չկա մեկ ուրիշ երևույթ որ ասեն արա չէ ինչ թրիկ ինչ ատար այս սա է փրկիչը Պարոն Շահխոյան ինքը չի ուզում մասնակցի ինչ որ մեկին 4% հասկացանք բոլորին դեմ եմ կա այդպիսի կուսակցություն որը ասում է եկեք տվեք ինձ ձայնը Եվ ես մտնեմ ուրեմն ազգային ժողով, հա, ես լուծարվող կուսակցություն եմ, բայց ես 100 օր եմ ունենալու, ես այդ 100 օրվա ընթացքում ընտրական օրենսգիրքը կփոխեմ, հետագա ընտրությունը, հաջորդ ընտրությունը դե կփլուզվի, եթե ես մանդատները դնեմ, նորից պետք է ընտրություն անցկացնեն։ Այդ ընտրությունը նոր օրենսգրքով ձեզ այդ հնարավորությունը կտա, որ այդ 4%-ը, որի մասին մենք խոսեցինք, որը այդպես վատ անդրադարձավ կուսակցությունների միավորման վրա, 1000 ու մի ուրիշ բաներ են ուզում ամեն ինչի չեմ կարող հիմա թվարկել, փոփոխություններ անեմ, որոնք թույլ կտան մաքուր այսպես թոքերով, մաքուր օդ շնչելով գանք եւ հաջորդ ընտրությունները լինեն ոչ այսպես կոչված, այլ իսկապես ժողովրդին կյանքը լավացնող, երկրին նպաստող ընտրություններ։ Շատ լավ։ Դա էլ ասում է բոլորին դեմ եմ։ Բոլորին դեմ, այո։ Ես հանդիպել եմ այդ տղաներին։ Երկուս հետ հանդիպել եմ, զրուցել եմ եւ իրանց այդ ձեր տված բացատրությունները լսել եմ ես մի երկու արարքություն արեցի որ ասի բայց ոնց 3 ամսում դուք ինչ կարաք անեք կամ 100 օր լավ դա անիրատեսական է իրանք շեշտադրումը տվեցին հետեւյալին որ գիտեք ինչ կա մտածեք կարող ենք մենք երրորդ ուժը լինենք օրինակ մեկը հավաքել է 40% մյուսը հավաքել է 45% ոչ մեկին չի հերիքում այդ հնացած 6%-ը կամ 10%-ը, այդ 10%-ն էլ մենք ենք։ Այ մենք մինչև վերջ ոչ մեկին չենք միանում եւ ասում ենք մեր ներկայացուցիչն ընտրեք վարչապետ, որպեսզի նոր ընտրություն չլինի կամ կոլապս չստեղծվի։ Իրանք ստիպված կլինեն մեր ներկայացուցիչն ընտրեն վարչապետ, մենք այդ մեր 10%-ով, օրինակ կամ 5%-ով կամ 6%-ով կդառնանք վարչապետ։ Ասեմ, բայց այդ դեպքում, եթե դուք ընտրվաք, դուք ունեք արդեն 1 տարի ժամանակ, որովհետև ձեզ ընտրելու դեպքում նման պարագայում օրենքը ասում է, որ 1 տարվա ընթացքում իրավունք չունեն, այսինքն այդ կազմակերպ այդ վարչապետին կպնելու, այսինքն օգտվելով իրանց մեծամասնության հանգամանքից։ Իսկ ինչու դուք հենց 3 ամիս, այդ 1 տարին օգտագործեք, ավելի հիմնարար ձևով փոփոխություններ անեք։ Այսինքն դա պատասխան ես չստացա։ Երկրորդը 3 ամսում անիրատեսական է փոփոխություն կատարելը միայն ընտրական օրենսգրքում թե սահմանադրությունում։ Բայց դու չես կարող փոխես մարդկանց ուղեղները։ Դու չես կարող փոխես, գիտես ինչ կա, երբ որ քեզ 10000 դրամ են տալ ընտրության համար չգնաս, դու դա չես կարող փոխես։ Դու չես կարող փոխես վարչահրամայական, ասենք այդ լծակները, դու 3 ամսում դու ի վիճակի չես լինի, ասենք պաշտոնների փոփոխություն այնպես կատարես եւ նորա նշանակ պաշտոնյան կարողանա իր բանը մտցնի։ Լավ, դա ավելի առարկայական եք ասում։ Ես կտա որ դա անիրատեսական էր, անկախ նրանից որ երիտասարդները շատ շնորհալի լավ երանդուն տղաներ են, բայց գուցե իրանք եթե 1 տարի շուտ սկսեին եւ էլ ավելի ուժեղ ամրապնդեին ավելի ռեալ կատարվելի քայլերի շուրջ ասենք եւ մարդկանց համախմբեին
գուցե եւ ինչ-որ մի բան ստացվեր իրանց մոտ։ Այսինքն գաղափարը վատ չէ, պարզապես ժամանակը չի հերիքի Չէ, կարծում։ գաղափարը հենց դա որ վատ է դառնում գաղափարը, որ մենակ հարավացնք 3 ամիս հետո նոր ընտրություն, բայց այս հանրությունը փոխվել է։ Այսինքն դուք այսպես պատտվեցինք, դեռ իհարկե ոչ բոլորին անվանեցինք եւ ձեր գնահատականը ստացանք, կներեք սիրելի հայրենակիցներ եւ այդ կուսակցության ներկայացուցիչներ, պարզապես շատ կարեւոր է իհարկե տարբեր մարդկանց կարծիքներ լսել, տվյալ դեպքում մենք լսեցինք ձեր կարծիքը։ Պատտվեցիք եւ ստացվեց, որ դուք եք ասում, որ այսօր ընտրությունը կատարվում է Նիկոլ Փաշինյան, Սամվել Կարապետյան, Քոչարյան, այն ինչ որ բոլորն են ասում։ Այդ նշանակում է արդյոք, որ դուք ժողովրդին այսպես բերում եք, սեղմում եք այդ ուղակը եւ ասում եք դու այդ ձեր ասած աթարը թե ինչ է դրա շրջանակում ունես, ուրիշ չունես, որտեվ այս մեկը թույլ է, այս մեկը էս չի արել, այս մեկը ժամանակ չունի, ես հիմնավոր եմ, իր ծրագիրը լավ չի ներկայացրել։ Ես հիմնավոր եմ, որովհետեւ եղած սոցցանցերում եղած լրատվամիջոցներ կան, տարբեր, կան պետական լրատվամիջոցներ կան, եթե պայմանական ընդունենք 100 լրատվամիջոցից 98-ը քարոզում են նույն բանը, այսինքն ոնց կարող է այսօր ես եմ շրջանակները սեղմում, ոչ, ես ընդհանրապես այսօր արտահայտում եմ այն ինչ որ կա հասարակության մեջ, ոչ թե ես արդեն վերջի փուլում արդեն հեսա վաղը մյուս օր ընտրությունա ես եկել եմ կողմնորոշելու, մինչև այս կողմնորոշումը անելը դուք երևի հիշում եք 2 տարի արդեն Մարդիկ ասում են 2 տարի առաջ սկսել է մտածել բանի առը։ Լավ, մի տարի արդեն։ Խոսում է այն ինչ որ պետք է արվի, եթե որ չի արվի, եւ զուգահեռ այդ 90 լրատվամիջոցը ասում են այն ինչ որ ես այսօր արտահայտում եմ, այսօր ես չեմ արտահայտում, ես օղակ չեմ սեղմում։ Ընդհակառակ ես փաստ արձանագրում եմ։ Էս էի կուզում ստացակ, դե կերեք։ Իմ ասածը սա է։ Իմ ասածը սա է։ Հիմա ես ո՞ր մեկին ասեմ, հիմա ձեզ թվում է Եթե այսօր ես կայնեի ասեի, գիտեք ինչ կա, ձեր ձայնը տվեք ազգային ժողովրդական բևեռի, всё, վաղը արդեն 51%-ի հավակնորդ էր դառնալու։ Չէ։ Ոչ բոլորին դեմը, ոչ շնորհապետականը, ոչ են, իրանք արդեն 1 տարի առաջ չեն աշխատել։ Իրանք արդեն տեսել են 1 տարի առաջ մենակ իրենց։ Ես հիմա կուզեի ձեր թված բոլոր ուժերը միասին լինեին։ Ես էլ ստե նստած ասեի, հələ տեսնենք հələ, ոչ Սամվել Կարապետյան, ոչ էլ Նիկոլ Փաշինյան 51% այս ուժինն է։ Ես էլ միանում եմ իմ կես տոկոսով, 0.1%-ով, իմ 10%-ով։ Միանում եմ իմ կոչ եմ անում ժողովուրդ, սա է ռեալ ուժը, որովհետև անձնական ամբիցիաները թողել են միան։ Բայց ես սա ամբիցիոզ եմ։ Ինչ է նույն բանը, ասենց ասենք, բոլորին դեմը եւ ԱԺԲ-ն կամ շնորհիվ իրար հետ չեն։ Ինչի, կամ նույն Արամ Սարգսյան, ինչի իրար հետ չեն։ Այդ հարցը ոչ մեկ չի տալի։ Տարբեր ծրագրեր են, տարբեր ծրագրեր չեն։ Ուրեմն ես դրա բանաձևն ասել եմ, ժամանակին, երբ որ ասում էի ականջներից մտնում, ընդից դուրս էր գալի։ Ասում եմ քաղաքական դաշտում համագործակցությունը չի պայմանավորվում նրանով, որ ես սենց եմ գրել, սենց եմ ուզել։ Այլ պայմանավորվում է հետևել, ասենք կա 100 հարց։ Ես ես ինչ կազմակերպությունս ունեմ 100 հարց, այս 100 հարցով եթում եմ ազգային ժողով։ Դու ինչ կանում ես 120, մեկը ինչ կան 30 հարց, մեկը ինչ կան։ Ուրեմն դնում ենք իրար կողմ։ Տենում ենք այս 4 կազմակերպ կամ 5 կամ 10 կազմակերպությունների մեջ։ Այս մի հարցը բռնում է, всё, դա առանձին գրում ենք, այսինքն ընդունելի է բոլորիս համար, ճիշտ է։ Այո։ Երկրորդ հարցն ենք նայում։ Տենում ենք որ 4-ի մոտ բռնում է, 5-րդ, 6-րդի մոտ չի բռնում, всё, դա շպրտեցինք։ Այսինքն մենք ընտրում ենք մի հարց, 2 հարց, 3 բանակցությունների օրենք եք խախտում։ Եթե 10-ում բռնեց, 11-ում չբռնեց, չի կայանա ձեր պայմանավորվածությունը։ Իմացածն ի՞նչ է։ Ուրեմն այդ մի հարցը հանում ենք։ Դու չես հանում, ինձ համար կարող է դա սկզբունքային հարց է։ Դա ուրեմն ինքը պետք է որոշի։ Լավ, մենք գտանք ուրիշ թեմայի մեջ, դա բանակցությունների վարպետությունն է։ Ուրեմն տեսեք, Եվ ես համոզված եմ, որ դա սեղմվելու է, գալու է կայնի 2-3 հարցի շուրջ։ Հանցագործությունները պետք է պատժվեն, այո պետք է պատժվեն։ Ուրեմն այդ հանցագործությունները պատժվելու հարցը մնում է։ Լուստրացիա արվելու է,
այո արվելու է։ Եթե մեկի համար սկզբունքային է եւ ասում է չէ, չի արվելու գնա։ Դու գնա ռուսական դաշտը։ Всё, վերջացավ արդեն լուստրացիան ինք իրանով կատարվում հասկանում եք։ Իմ ասածը հենց դա է։ Ռուսաստանը թշնամական գործողություններ կատարում է Հայաստանի նկատմամբ այսօր։ Այո։ Всё։ Այս 5 կազմա մեկը ասում է չէ, всё դունել գնա։ Դա հիմա չի տեղի ունեցել, ինչպես է գնալ, ինչու չի տեղի ունեցել։ Հիմա բա իմ ասածն ի՞նչ է, որ շատ թույլ են, որ իրանց համար է իրանց գրած ծրագրի 5-6 կետը, որ ինչ-որ դիմացինը չի ընդունում, իր համար ավելի կարևոր է, որ չէ պետք է ընդունես, քան Հայաստանի փրկությունը։ Այսինքն կեղծ են։ Դուք ասում եք թույլ են, ուրեմն կեղծ։ Հիմա այդ գնահատականը դուք տվեցիք։ Ես չեմ ուզում շատ սուր գնահատականներ տամ։ Ուրեմն նորից երկու տարբերակ կա։ Կամ այն աստիճանի ինքնահավանա, որ ինքնավոր կա, եւ այդ մարդկային առատը, ոնց որ Նիկոլն ասաց, հպարտ հայ քաղաքացի, դες քաղաքական գործիչն է, չէ՞, քաղաքացի եւ հպարտա։ Կամ այդ առատն է իր մեջ, կամ էլ իսկականից ուղղորդվող են։ Ուղղորդվող են։ Այո, ուղղորդվող են, մտել են դաշտ համարելով իրանց ազգային, որպեսզի այդ ազգային միաբանությունը չկատարվի։ Լավ, դուք հայտարեն, միանանք, բայց իրականում չմիանան։ Նույն շնորհապետականն ասեմ, ո՞նց կարելի է 5 ամիս առաջ ցուցակը փակել։ դա իրենց ռազմավարությունն է։ Էլի ասում ռազմավար, բացվում այո, հենց դու պետք ես։ Դու պետք ես ինձ քո Պարոն Սարուխանյան, մի զայրացեք։ Դու չես գնում հաղթանակի։ Ես ձեզ զայրացնում եմ, դուք եք զայրանում եք։ Չէ, լավ եք անում։ Բայց զայրությունը պետք է դուրս տանալ, չէ՞։ Ոչ, ես չեմ, դա ես դրամար նայեք ասում եմ, ես տուպիկ չեմ նկարագրում։ Ես ժողովրդի մար տուպիկ չեմ նկարագրում։ Ես ասում եմ ժողովուրդը այս փուլում այս ընտրություն կոչեցյալի մեջ արդեն պարտվել է։ Բայց սա փակուղի չէ։ Ես ձեզ ասեմ հետևյալը, որ միևնույնն է, Հայաստանի հարցը լուծվելու է դրսերում։ Ես շատ անգամ եմ ասել սրա մասին։ Որ գիտեք ինչ կա, եկեք ժամանակին ճիշտ ձևով համախմբվենք, ճիշտ ձևով իրական են ազգային բևեռը ստեղծենք առանց մեկը մեկին վիրավորելու կամ մեկը մի հատ բրթծրեց հն էդի մեր մասին sense բան ասեց, եկեք քանդենք սա։ Առանց դրա, եկեք միավորվենք, որպեսզի մեզ փրկողներին, ինչ որ ձևով մենք կարողանանք աջակցություն ցուցաբերել, որ լիներ մի ազգային հզոր միավոր, որը, ասենք, կարողանար փոխարինել այսօրվա ռուսական, ասենք, պլատֆորմը։ Չարեցին դա։ Բայց մենք շարունակում ենք, միևնույնն է, ես նորից եմ կրկնում, բոլոր ռուսաստրուկ, ռուսասերներին, Ռուսաստանը տապալվելու է, եւ դուք ձեր լեքսիկոնի մեջ չափը մի քիչ կամացացրեք, որ վաղը դատարանում կարողանաք արդարանալու հանգամանք ունենալ։ Որ գիտեք ինչ կա, ես մտածում էի Հայաստանի մասին եւ պատկերացնում էի, որ փրկությունը դա է, կարող է ինչ-որ ձև մեղմացնեմ։ Բայց երբ որ դուք արևմտամետ ուժերին, ովքեր դուք ասում եք, որ մենք ազգի դավաճաններ ենք, արևմտամետ ուժ չենք մենք հայամետ ուժ ենք եւ տեսնում ենք, որ ռուս-թուրքական ակցիաներից պրծնելու համար պետք է հավասարազոր այլ ուժ, որը չթողի այդ ակցիանը սեղմելու, դա Ամերիկան է։ Մենք ես այդ ձև եմ պատկերացնում։ Ձեզ կպատասխանեմ, որ Ամերիկան ես ուզում եմ դեռ ճշտեմ, որտե՞ղ է իմ դավաճանությունը։ Որ ես ասում եմ ռուսներն եկան ասեն այլևս Արցախն ոչ մի վտանգ չի սպառնում։ Ռուսական ուժերը այնտեղ են եւ խաղապահ եւ ինչ արեց հանձնեց 9 ամիս այդ խաղապան կայնած էր եւ սովի էին մատնի այդ ժողովրդին։ Ուր էր այդ ռուսական խաղապահը, որ ասել էր բացեք ճամփեն։ Կամ եթե մի տոննա մի բան գալիս էր մի սնունդ ահռելի թվեր էին վերցնում այդ մեքենայի համար Արցախ մտնելու համար։ Դա ռուսներն էին։ Այդ փրկիչը ես ասելով որ այդ դրանք էդ են ես դավաճան եմ դառնում։ Չէ, դուք կայնեք ասեք, գիտեք ինչ կա, Ռուսաստանում կային այսպես մեր շրջանակներ, որոնց արդեն դատում են նման գործողությունների համար, այո, մեր հայերի վրա շատ վատ անդրադարձավ, բայց հա, ճիշտ է, մեծ կայսրություն է, նու տենց ստացվա, բայց մի հատ արդարացրեք։ Չէ, դուք չեք արդարացնում։ Դուք թքած ունեք, այդ դավաճանը դուք եք, որովհետև ռուսի քոց լինելուց բացի դուք ուրիշ սրբություն չունեք։ Հայրենիք, ազգ, վիլայետ կդառնա, գուբերնիա կդառնա։
կես միլիոն մարդ կմնա Հայաստանում, թե կաճի 5 միլիոն կմնա, դե թքած ունեք։ Այդ դավաճանները դուք եք բոլորդ։ Եվ ձեր անգործության ազգային համարով, ես չեմ ուզում, նայեք նորից եմ ասում, չեմ ուզում բոլորին դասեմ նույն շարքում, որ դուք դիտավորյալ եք դաշտը գրավեցիք, որ չմիավորվեք եւ աջակցեք այդ ռուսական ուժերին։ Ձեր գնահատականը կտամ սենց։ Ձեր անգործության, ձեր միամտության, ձեր անհեռատեսության, ձեր հոռացության պատճառով դուք ժողովրդին կայնացրեցիք Թրիկի ու Աթարի առջև։ Հիմա ես ստացվում է ընտրությունից առաջ աջակցում եմ նրանց, ոչ, դա արդեն եղել է, կայացել է, կա, գոյություն ունի։ Ես խոսում եմ գոյության մասին։ Ես չեմ ուզում գլուխս նորից կողեմ ավազի տակ, բայց ձեն չանեմ, որ հանգարտ ինձի չկարկոցեն։ Արա թող կարկոցեն, բայց ազգս փրկվի։ Թող ինչ-որ մեկի մոտ մի բան փոխվի։ Փոխվի, ասեն արա ճիշտ ասում էլ ես արա այստեղ են, արա։ Կամ հələ կանչեմ տնանք ինչ ասում, արա լսեք հələ տնանք ինչ ասում։ Ոչ ոքին պետք չի։ Իրանք են որ կան։ Դա այսպես է, գնացել 15 թվին էլ են կոտորվել։ Այսպես Արցախներ հանձնեցին։ Իրանք քթերը ցես պայելով։ Ես ձեզ ասում եմ, Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանը չի հանձնելու։ Ուզում եմ մոլորակը տրակի։ Այսպես ձեզի հարց եմ տալի։ Որովհետև Պուտինը որ ասեց, որտեղ ռուսական սապոգ նեղել է, այդտեղ Ռուսաստանը եւ Ռուսաստանը սահմաններ չունի։ Կան լավ ուժեր, քրիստոնյա ուժեր։ Դե ասեցին դե Պուտին տղա, դե արա մենք էլ կտենանք։ Չի տալու Հայաստանը։ Հայաստանը չի տալու Պեկին, Մոսկվա, Ստամբուլ երրանկյունուն։ Ու որի գագաթ երրանկյունին Պեկինն է։ Պեկինի հրանգով է Ռուսաստանը մեզ հանձնում թուրքական Թուրանի տիրապետության տակ, որտեղ Պեկինին ձեռ է տալի Թուրանի ստեղծումը։ Թուրանի ստեղծումը ձեռ չի տալի Ամերիկային, որտեղ մի անգամ կրակն անգել Ռուսաստանի ձեռը, որպես ասում է քրիստոնյա միավորը ավելի լավ է ինքը տիրապետի։ Տեսան որ անասուն են։ Հիմա Ամերիկան թույլ չի տալու Թուրանի ստեղծումը։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևանի եւ Զովունի սահմանին գտնվող Ալպիական թաղամասում սկսվել է 2, 3 եւ 4 սենյականոց բնակարանների նախնական ամրագրում։ Առաջարկում ենք նաեւ թաունհաուսներ արդեն պատրաստ եւ կառուցվող։ Բնակարանների արժեքները սկսվում են 50,000 ԱՄՆ դոլարից մինչև 140,000 ԱՄՆ դոլար, իսկ թաունհաուսներինը 160,000 ԱՄՆ դոլարից 170,000 ԱՄՆ դոլար։ Մանրամասների համար այցելեք մեր պաշտոնական կայք alpiakan.am կամ զանգահարեք +374 44 201 066։ Ամրագրում կարող եք կատարել մինչև ապրիլի 30-ը։ Ալպիական թաղամաս, ձեր նոր տունը հայրենիքում։ Երևանն եք ուղարկում։ Օթանավով։ Երևանն են ուղարկում։ Ստեղ ուղարկում են, Երևանում ստանում են $1.99 Սենսացիա։ Այ սենսացիան է սա։ Ծրիա։ Իսկ ավտոմեքենաները կարող եք ուղարկել անհավատալի ցածր արժեքներով։ Նավով վճարում եք 1 արկղի համար, 2 արկղել անվճար։ Ասեք, Աշոտ դա ուղարկել։
Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252 Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Սիրելի բարեկամներ, հիշեցնեմ, որ զրուցում ենք պարոն Գագիկ Սարուխանյանի հետ, Հայաստանի Ազատագրության համաշխարհային կազմակերպության նախագահ։ Պարոն Սարուխանյան, Միացյալ Նահանգների մասին մի քանի անգամ դուք նշեցիք, շեշտելով, որ Միացյալ Նահանգները չեն թույլ տա Թուրան, Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին կլինեն եւ շահագրգռված են, որ Հայաստանը որպես պետություն, ճիշտ հասկացա չէ, որ կայանա եւ լինի։ Շատերը քննարկում են հիմա թրիփի հարցը Միացյալ Նահանգների եւ Իրանի պատերազմի շրջանակներում վերջին հայտարարություններից հայտարարությունները անընդհատ արվում են տարբեր կողմերից, իհարկե հայտարարությունները եւ գործողությունները երբեմն տարբերվում են, հայտարարությունների նպատակը տարբեր է լինում, դա ինֆորմացիոն պատերազմի բաղկացուցիչ մաս է, բայց այսպիսի միտք եղավ, հայտարարություն եղավ, որ Իրանը ասեց, որ ահա մենք ազատելու ենք այս տարածաշրջանը Միացյալ Նահանգների ներկայությունից ընդհանրապես։ Խոսքը չէր գնում իհարկե Հարավային Կովկասի մասին, ընդհանուր նա ասեց, բայց արդյոք կարող է թրիփի հետ կապված եւս ինչ-որ խնդիրներ լինեն, ունենա Միացյալ Նահանգները, քանի որ մենք հիշում ենք, որ Ադրբեջանը, Հայաստանը եւ Թրամփը թրիփի ուղու շուրջ պայմանավորվածություն ունեն։ Թրիփի ճակատագիրը այս կոնտեքստում, այսինքն ոնց պատտվում ենք, նորից գալիս ենք Ամերիկայի Միացյալ Նահանգների դերի մասին այս տարածաշրջանում, մենք գալիս ենք դրան։ Ես ձեզ ասեմ հետևելը, այսօր Չինաստանի նման գերհզոր պետությունը, որը հոտն առել է, որ այս ամբողջ պատերազմը առաջերտին իր դեմ է։ Այսինքն մոլորակը միշտ էլ տենց է եղել։ Այսինքն կա մի հատ գերտերություն, հայտնվում է երկրորդ գերտերությունը եւ իրանց մեջ միշտ լարվածություն է։ Եվ առաջինը չի ուզում թույլ տա, որ երկրորդը հանգարտ աճի այնքան, որ ինքը լինի այդ գլոբալ դերակատարը աշխարհում, ոչ թե ինքը։ Այսինքն դա բնական է։ Եվ Չինաստանը իր կոմունիստական ռեժիմով այսօր հոտն առել է դրա մասին, որ արդեն Ամերիկան չի հանդուրժելու Չինաստանի այդ գեր աճը։ Եվ ինչ անում։ Եվ Չինաստանը Ռուսաստանի ձեռքերով, Իրանի ձեռքերով, այսինքն իր պրոքսիների, Թուրքիայի, արդեն նաև Թուրքիայի ձեռքերով պատերազմ է վարում արևմուտքի դեմ։ Եվ յուրաքանչյուր այդ դրվագը նայեք, Ռուսաստան, Թուրքիա, Իրան, դրանք բռնատիրական ռեժիմներ են, այնտեղ ժողովրդավարության մասին խոսք չկա։ Նույն բռնատիրական ռեժիմը Վենեսուելայում էր, նաև Կուբայում։ Դրանք բոլորը Չինաստանի մատներն էին։ Մի մատը կա դրել է Վենեսուելային,
Կուբանը սսկվել է արդեն, ասել արա կմտնեմ նայ, հələ որոշում եմ քո ճակատագրին ինչ ան սսկվել է։ Այսինքն ինքը կամաց կտրում է Չինաստանի ազդեցությունը։ Եվ երբ որ մենք ասում ենք Հայաստանը, որ անցնում է թուրքական թելադրության, ասենք այդ ոլորտի մեջ, դա եւս Չինաստանի հրահանգնա Ռուսաստանին, որ ազդեցությունը Հայաստանի, вообще հարավային Կովկասի վրա, քեզանից տեղափոխվում է Թուրքիա, դուն էլ աջակցի։ Նիկոլ Փաշինյանն է գնում Շանխայյան համագործակցություն։ Իրանց արդեն զգուշացել են, իրանց ճակատագիրը զգուշացել են։ Եվ եթե պատկերացեք, երբ որ այսօր ասում են Նիկոլը Դավաճան, Նիկոլը Թուրք, Նիկոլը էս, Նիկոլը այն, այո, Սարայմար Մոսկվային։ Վաղ կարենք Սամվել Կարապետյանը եկավ, էլի նույն բանն անելու։ Ոնց կարա ինքը Պուտինի հրահանգից, ասենք, հեռու գնա։ Ոնց կարա։ Իրանք ասեն ախպեր, Նիկոլն էր անում, հիմա լավ, դու ես հաղթել, դե հիմա դու պիտի շարունակես այս գիծը։ Թուրքիայից սահման բացես, Զանգեզուրի Միջանսկը բացես, որովհետև դա մեզ է պետք։ Ու Սամվել Կարապետյանը բացելու է, որովհետև դա Պուտինին է պետք։ Բայց Զանգեզուրի Միջանսկ տրամաբանության եւ հոգեբանության մեջ, ոչ թե թրիփի ճանապարհ։ Ամերիկայի Միացյալ Նահանգները ընդամենը թափը դրել են եւ ասում են, գիտեք ինչ կա, ձեզ համար սա կալիդոր չի դառնալու, ձեր զենքերը, ձեր, ասենք, տերորիստական խմբերը, ձեր այն լևի, սենց ասենք, նավթն ու գազը տեղափոխելու համար ձեզի կալիդոր չի դառնալու։ Ստե լինելու է ճանապարհ։ Եթե քաղաքացիական որոշակի առևտուր կարող լինի, ուրեմն կետակ կգաք։ Եթե չէ, ուրեմն ստեով չեն անցնելու զենք զինամթերք։ Ստեով չի անցնելու, ասենք, խմբեր տերորիստական, ստեով չի անցնելու, որտեղ Ամերիկան է վերահսկելու։ Սա է ամբողջ տրամաբանությունը։ Այդ մեկ։ Երկրորդը, ուրեմն ամբողջ այս process-ը մոտենում է մի եզրահանգման։ Ու ըստ իմ իմացած տեղեկությունների, այնպես են նախապատրաստում, որ մի իրադրությունը մյուս իրադրությունից շատ հետո առաջ չընկնեն։ Այսինքն դա որն է, Իրանի մոլայական ռեժիմի տապալումը, մեկ։ Այսինքն բնավ ես անձամբ Իրանի ժողովրդին դեմ չեմ, ընդհակառակը, ես շատ հարգում եմ այդ ժողովրդին, իր հնավուս պատմություն ունենալու, այսինքն իր յուրային, ասենք, պատմությունը, մշակույթ ունենալու համար։ Այն իրանցիները, միլիոնավոր են իրանցիների կողմից են մեզ, ովքեր արյուծով եռագույններին բարձրացրել, ոչ թե արաբական, ես իմիշ գրություններով մոլլայական ուրեմն բանը։ Մոլլան մնում է մոլլա։ Այդ մոլլաների համար հոգի տվող հայերին եմ դիմում։ Երբ որ Իրան են պաշտպանում, բայց չգիտակցելով, որ մոլլայական իսլամական ռեժիմ են պաշտպանում։ Անունը Իրան են դնում, կարծես թե ճանապարհ է, բայց իրականում դա մոլլայական է։ Բայց այդքան մի հատ նոտա չտվեց Արցախի այդքան հայությանը հանելու կապակցությամբ։ Ինչու այդ Իրանը մի հատ նոտա չտվեց Ադրբեջանը։ Նոտան պետք է Իրանը ինչպես եք պատկերացնում որ դա։ Սովորական պաշտում են բա։ Բա ուր են այդ 1.5 միլիոն հայերը, որ կոմպակտ բնակչություն ունեին բանում, Իրանում։ Արաքս գետի արևելյան բանը աճ ափին 1.5 միլիոն հայությունը ուր են։ Պարոն Սալխայան, թրիփի հարցն է, որովհետև ժամանակը վերջանում։ Թրիփը մեր փրկությունն է։ Թրիփը որպես ճանապարհ կարող է այդպես էլ չգործի։ Քանի դեռ հələ թշնամությունը կա, քանի դեռ այդ խաղաղության պայմանագիրը ստորագրելու վերաբերյալ հանգամանքներ կան, այդպես էլ չստորագրելու, որ չի էլ աշխատի։ Հայ-ադրբեջանականի մասին եք ասում, թե այո։ Իրանը եւ Պուտինի համար հետ միևնույնն է։ Թե Իրանը եւ Միացյալ Նահանգները։ Չէ, Իրան չկա։ Իրանի կամքը ստե արդեն չի գործում, որովհետեւ Իրանի կամքը եթե գործեր, ուրեմն գոնե մի հատ նոտա կտար այդ Հայաստան, Արցախի հայությանը հանելու կապակցությամբ։ Եթե չի տվե առավել եւս ի վիճակի եւ չի տվե, դա արդեն պարզ թե մոլլայական ինչ ռեժիմ է։ Իրան գոյություն չունի։ Հաշված օրեր են մնացել, вообще ամիսներ լավ մաքսիմում։ Ես ինչի համար եմ ասում, կան գործողություններ, որ դանդաղացնում են այդ process-ը, կա որ արագացնում են։
Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի փլուզումները միանշանակ միասին լինելու եւ նաեւ Ադրբեջանի։ Չեն ուզում ասենք առանձին վերցրած Իրանը փլուզվեց բրծավ, հետո նոր ասեն Թուրքիային։ Եթե անգամ տարբերություններ լինի ժամանակի մեջ, շատ քիչ կար ժամանակով։ Արդեն Թուրքիայում սկսել է խլվել տոցը։ Արդեն գիտեք, չէ՞ որ Թուրքիայում կան ռեգիոններ, որտեղ պոստեր ա դրած եւ սովորական մարդի վիճակի չի իր մեքենայով անցնի, ասենք այդ տարածք։ Որտեղ արդեն ներքին խլվելտոցը քուրդական գործոն արդեն վանալու։ Արդեն քրդերը խելքի են եկել, որ պետք է համագործակցել Իսրայելի հետ։ Կիպրոսը խելքի է եկել, որ պետք է համագործակցել Իսրայելի հետ։ Հույները խելքի են եկել, որ պետք է համագործակցել Իսրայելի հետ։ Դուք գիտեք պատահական է, որ Ամերիկան ասում է ես դուրս եմ գալի ՆԱՏՕ-ից։ Ուրիշից է Թուրքիային հանեն ՆԱՏՕ-ից։ Այսինքն հանելու մեխանիզմ չկա։ Բայց Ամերիկան որ դուրս է գալի ինքնուրույն ՆԱՏՕ-ից, ՆԱՏՕ-ն ինքնին որպես կառույց փլվում է։ Հետո ստեղծում են եվրոպական ՆԱՏՕ։ Բայց եվրոպական ՆԱՏՕ-ի մեջ Թուրքիան արդեն տեղ չունի, գիտեք ինչի։ Որտեղ Եվրոխորհուրդը երկու անգամ ընդունել է հայոց ցեղասպանության փաստը եւ ասում է Եվրոխորհրդի անդամ կարա լինի այն պետությունը, ով ընդունում է մեր նախորդ տարիներին ընդունած որոշումները, իսկ Թուրքիան չի ընդունում։ Շո բրծավ։ Իսկ մինչեւ այս որ Թուրքիային ՆԱՏՕ-ի մեջ պահել են, ընդամենը Ամերիկան շանը ոտին մոտիկա պահել։ Բայց այդ հանգամանքը ռուսամետները օգտագործում էին մեր հայերի ուղեղները լվանալու համար։ Տեսեք, Ամերիկան ու Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ են, իրաք ձեռ չեն կծի։ Ոչ, Թուրքիան պետք չի Ամերիկային։ Թուրքիան պետք էր, որ կար սովետական միություն։ Սովետական միությունը փլվավ էս 30 տարի է, Թուրքիան պետք չի Ամերիկային։ Ընդամենը ինքը քոթոթին պահում է իր ոտի մոտ, որ ավելորդ անգամ հանկարծ չհարցակվի սրա վրա։ Փորձում ենք ամփոփել պարոն Սարուխանյան եւ այսպես ընտրությունների հետ կապված դուք շատ դրամատիկ նկարագրեցիք իրավիճակը, ասելով որ իրականում սա ընտրություններ չեն։ Թող մեկը գա ասի, որ մենք հավատում ենք 51%-ին բացի իմ նշած այդ երկու ուժերից։ Հասկանալի է, դա առաջինն էր, երկրորդ արտաքին քաղաքական հարցերում դուք ասում եք, որ Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան փլուզման ճանապարհին։ Այո, դա առնվազն այդ 3-ը ինչու եմ այդ 3-ին նշում, քանի որ դրանք են 3 փոքրիկ, ասենք ասենք տարածաշրջանային իշխանները, ասենք ասենք մինի դիրժավաները, որոնք լծակները Չինաստանում են։ Եվ այդ 3-ի տապալման դեպքում արդեն դառնալու է լրիվ ուրիշ։ Իսկ մինչև այդ Հայաստանը պետք է ամուր կանգնած լինի ոտքի։ Ահա։ Հիմա անդրադառնանք այն իմ ասածներին։ Ես ավարտում եի արդեն։ Ավարտում եք, ես ասեմ հետևել մի հատ էլ բան։ Հիշում եք քանի տարի առաջ երբ որ մենք ասում ենք մենք պետք է ուժեղացնենք քաղաքապաշտպանությունը։ Հենց սրա համար ենք ասում այսօրվա համար։ Որ մենք կարողանանք գոնե 1, 2, 3, 4 կամ մի շաբաթ դիմակայել ազգովի քաղաքապաշտպանություն միայն ու միայն քաղաքապաշտպանություն։ Ասում են, ինչին մասին է խոսում, ինչ քաղաքապաշտպանություն։ Այո, որ անգամ, տեսեք, ոչ թե բանակ, այլ հենց առաջնային քաղաքապաշտպանություն, որ բանակը միևնույն է հզորագույն հարձակվող բանակների դեմ։ Պարզապես բացեք, ասեք ինչ է իր մեջ ներառում քաղաքապաշտպանություն։ Քաղաքապաշտպանությունը ներառում է հետևել ազգ բանակ տրամաբանությունը 1։ Ազգ բանակ։ Յուրաքանչյուր անհատ նա արդեն բանակի անդամ է։ Յուրաքանչյուր գյուղի բնակիչ ինքը պետք է ունենա իր զենքը, յուրաքանչյուր մանավանդ սահմանամերձ գոտու մասին է խոսքը, յուրաքանչյուր քաղաքացի ինքը մի 2-3 փորձնական տագնապների ընթացքում պետք է իմանալ իր մայրը, կինը, երեխեքը տագնապի դեպքում որտեն թաքստոցը ունենում։ Այսինքն ոչ ոք չգիտի, հիմա որ մի հատ ռմբակոծություն եղավ, ժողովրդի կեսի ոտնատակ իրանք են կոտորելու։ Չկա, ոչ բան չկա։ Իսկ այս 4 տարվա ընթացքում այդքան որ բարձրահարկ շենքերը ասենք կառուցում են, չէ՞, այսինքն փողերը կա, չէ՞։ Այսինքն պետքա թաքստոցներ կառուցեին։ Որ հենց տագնապը եղավ, ադրբեջանցիք ցույց տվեցին, եկան իրանց բայրակտարով պատտվեցին Աբովյանի շուրջ, հետ գնացին։ Շնորհակալ եմ պարոն Սարուխանյան։ Շնորհակալություն այսօրվա զրույցի համար, շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, Գայք Սարուխանյանն մեր զրուցակիցը Հայաստանի Ազատագրության համաշխարհային կազմակերպության համանախագահ զրուցվարում էր Գայանե Արաքելյանը։ Բարին ձեզ։